Հարգելի քաղաքացիներ, ես ինչպես գիտեք, այն ժամանակ, երբ որ հրատապ տեղեկատվություն փոխանցելու անհրաժեշտություն է առաջանում կամ որևէ այլ հրատապ հարց է առաջանում, օգտվում եմ այս ավտոլայվի ձևաչափից եւ հիմա էլ ցավոք սրտի ստիպված եմ նույն ձևաչափով դիմել ձեզ, որովհետեւ այսօր առավոտյան հերթական խայտառակ քաղաքական ձերբակալումն է տեղի ունեցել Արամ Գասպարյանի կամ Չիկոյի, ինչպես ավելի հայտնի է հանրությանը, մարդ, որը մեկ անգամ արդեն անցել է քաղաքական կալանավորման ճանապարհով եւ այսօր առավոտյան եկել են ձերբակալել են, հիմա էլ կալանքն է գտնվում Աչատնյակի դատարանում, որ այնտեղից եմ գալի, ընկերներն են, ընտանիքի անդամներն են, աջակիցներն են, քանի որ լրատվամիջոցներ չկային, որոշեցի անպայման հանրությանը տեղեկացնել, որովհետև շատ կարևոր է, որպեսզի նման քաղաքական հետապնդումները, ձերբակալումները լինեն մեր բոլորի ուշադրության կենտրոնում։ Ուրեմն ինչն է հարցը։ Իդեպ ասեմ, որ մեր լավագույն փաստաբաններից Արամ Վարդևանյանն է զբաղվում, ներսում էր, մի բան միջում էր դուրս եկավ, խոսեցինք եւ կարծում եմ Արամ Վարդևանյանը ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնի, ուրեմն կալանքի նիստը դեռ շարունակվում է, կեսգիշերից հետո շարունակվելու է, արդեն կեսգիշերից հետո է, արդեն մարտի 8-ն է, բայց հենց մարդիկ, այդ թվում նաև կանայք, դատարանի դիմացը սպասում են այս խայտառակ գործով վարույթի ավարտին, կարծում եմ 1-1.5 ժամից վարույթը կավարտվի, որոշումը թե երբ կհրապարակվի չեմ կարող ասել։ Ուրեմն ինչ է տեղի ունենում։ Դե տեսեք, դասական քաղաքական հետապնդումը ոնց է լինում։ Դասական քաղաքական հետապնդում։ Ուրեմն չորեքշաբթի օրը ազգային ժողովի պատգամավորներից մեկը, ընդդիմադիր պատգամավորներից մեկը, եթե չեմ սխալվում, Քրիստինեն էր Դաշնակցությունից։ Քրիստինե Վարդանյանն էր, հարց է ուղղում Սոնա Մնացականյանի խայտառակ դեպքի հետ կապված, երբ որ պատասխանի ժամանակ այդ անձնավորությունը անունն էլ չեմ ուզում տալ, վարչապետի աթոռը զբաղեցնող, ինչ որ ասում է այդ ոնց, ինչ որ մեկի մտքով անցնում է, որ ես միջամտում եմ այս կողմ, այն կողմ, հիշում եք այդ արձագանքը, հուսով եմ նաև հիշում եք, թե ինչպիսի արձագանք եղավ այդ արձագանքին Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբանի կողմից։ Այդ պատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ուրեմն միացած բան է անում, ասում է, այդ ինչ քաղաքական հետապնդումների մասին է խոսքը, հələ տեսեք, իմ նկատմամբ ինչ որ բաներ են տեղի ունեցել, մեր սրտով չի ամեն ինչ գնում, մոտավորապես այսպիսի արձագանք է տալիս։ Ակնարկելով, բավական թափանցիկ ձևով ակնարկելով 2021 թվականի ապրիլին այն հայտնի Սյունիքի դեպքերը, հիշում եք, երբ որ գնացել էր Սյունիք եւ այնտեղ մարդիկ բավական միանշանակ ձևով վերաբերմունք էին արտահայտում այդ մարդուն, այդ անձնավորությանը։ Ուրեմն այդ գործը 4 տարի հետո այդ ազգային ժողովի հարց ու պատասխանից անմիջապես հետո, տեսեք քանի օր է անցել, 2 օր է ընդամենը անցել, գալիս են եւ ձերբակալում են որպես խուլիգանության ուշադրություն հատկապես իրավաբաններին, խուլիգանության կազմակերպիչ գալի ձերբակալում են Չիկոյին։ Ուրեմն տեսեք, ինչ է ասում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, ասում է ոնց թե ինչ որ մեկի մտքով անցնում է, որ մենք միջամտում ենք, 2 օր հետո
ես իմ ինչ պատահականությամբ իր մատնանշած, շատ ուղիղ մատնանշած գործերից մեկով ձերբակալում են ընդդիմադիր գործչի։ Նորից ասեմ, այստեղ հատուկ եմ ասում, խուլիգանության կազմակերպման մեղադրանքով։ Հիմա իրավաբաններին եմ դիմում, հարգելի իրավաբաններ, խուլիգանության կազմակերպում լինում է, ոնց է հնարավոր կազմակերպել խուլիգանությունը, որը այս վերջերս գործընկերներիցս մեկը շատ ճիշտ հիշեցրեց։ Գիտական ամսագրերից մեկում կարծեմ դատախազության ամսագրում մի դատախազ հոդված է տպում եւ շատ ճիշտ բնորոշում է որպես հանկարծակի առաջացող իրավիճակ խուլիգանություն։ Չծրագրված իրավիճակ։ Բայց չծրագրված իրավիճակ է, չծրագրված ուրեմն դրսևորում է։ Ոնց է հնարավոր կազմակերպել խուլիգանություն։ Այս հարց հատկապես իրավաբաններ։ Բայց հանրության ուշադրությունը հատկապես հրավիրում է լայն հանրության ուշադրությունը։ Այն առաջի ասածից։ Ուրեմն պատկերացրեք, մարդը փաստարկ է բերում, ասում է իմ հետ կապված գործերով ես որ միջամտեի, sense կլներ, նես կլներ, այս կլներ, այն կլներ, ուղիղ մատնանշում է այդ 2021 թվականի ապրիլի դեպքը։ Քնացրած 4 տարի հետո, այն որ Նես չէ, որ տես նախաքննության ակտիվ փուլում է գտնվում ապացույցներ բան, այդ գործով մարդիկ կան նստած, հելած, կարճված, մարդկար այտենց ներողություններ խնդրել, որից հետո կարճեցին։ Ու մեկ էլ հոպ, գարի մարդ են ձերբակալում։ Գարի Չիկոին են ձերբակալում։ Բայց ուրիշ ցուցումը ուրիշ ոնց է լինում։ Ուրիշ ուղղորդում ուրիշ ոնց է լինում։ Ու 4 տարի մարդը իմանալով, որ իր հետ կապված ինչ որ հարցեր կան, ոչ իրավաչափ արգելք չի դրսևորում, իր տանն է, ոչ պատուստի, ինչ որ քայլեր է անում, ոչ ինչ որ ազդելու քայլեր է անում, բնականաբար։ Խիղճ տանում կալանքի։ Օրինակ խիղճ եք տանում վարչական հսկողության։ Խիղճ եք տանում տնային կալանքի, հա, վատագույն դեպքում։ Խի ասենք պարտադիր պետք է մարդուն ուղարկել բանտ։ Այս վերջերս էլ Եվրախորհրդի հետ այդ կնքած համապատասխան փաստաթղթում ուղիղ եվրոպացիները ֆիքսում են, ասում են Հայաստանում կալանքի խնդիր կա։ Ակնհայտ չի, որ սա ուղիղ քաղաքական գործ է։ Սրանից ավելի քաղաքական շատ դժվար է պատկերացնել։ Այս էլ նոր տեսակի բան էր։ Ազգային ժողովում բան է ասում 4 տարի առաջվա գործով, 4 տարի առաջվա։ Ու մեկ էլ հոպ 2 օր հետո ինչ որ հրաշքով նախաքննության մարմինը նստում ինքնուրույնաբար որոշում է, որ պետք է այս մարդուն մեղադրանք առաջադրվի, հերիք չի եւ միաժամանակ տարվի կալանքի։ Տենց լինում է։ Ով կարող է ասի, որ տենց լինում է, առանց ուղղորդման։ Ակնհայտ է քաղաքական բաղադրիչը։ Ես հանրության ուշադրությունն եմ հրավիրում եւ խնդրում եմ, որպեսզի մենք ուշադիր լինենք բոլոր նման դեպքերի հետ կապված, որպեսզի մարդիկ լինեն ուշադրության կենտրոնում։ Սա ուղղակի խայտարակություն է։ Սա ուղիղ պատվեր է ազգային ժողովի ամբիոնից, որը շատ կարճ ժամանակում փաստորեն ի կատարածվեց։ Այսքանը շնորհակալություն։ Մարտի 8-ն է արդեն։ Շնորհավորում եմ կանանց եւ մեծ ցավ եմ ապրում, որ այդ թվում նաև ընտանիքի անդամներ, կանայք Արամ Գասպարյանի հիմա այս պահին բանի Աչափնյակի դատարանի դիմացը սպասում են, թե ինչ որոշում է կայացվելու։ Ամոթ է, էլի, ուղղակի ամոթ է։ Մինչև ժամը 1-ը հաստատ այդ մարդիկ այնտեղ են լինելու, որտեղ նիստը ավելի շուտ չի ավարտվի, եթե մարդիկ կան կուզենան աջակցություն հայտնել, թող իմանան որտեղ կարող են գնալ։ Այսքանը շնորհակալություն։